Ողջույն հայրենակիցներ, մայիսի 28-ն է, այսօր տոն է, գիտեք ով է ստեղծել այս տոնը, 1918 թվականին ներշնչել է այս տոնի կայացումը, Գևորգ Կաթողիկոսը, հիշում եք, նաև դասագրքերից գիտեք, որ երբ իրեն այն ժամանակվա քաղաքական պետական գործիչները, առաջին քայլերը կատարող պետական գործիչները առաջարկեցին լքել Էջմիածինը, որովհետև թուրքերը հարձակում են, ինքն ասաց, եթե հայ զինվորի վիճակի չէ պաշտպանել Էջմիածինը, ապա ավելի լավ է ես զինվոր դառնամ եւ նահատակվեմ հանուն Էջմիածնի։ Այնուհետև նա հնչեցրեց Արարատյան դաշտավայրի բոլոր եկեղեցիների զանգերը եւ տեղի ունեցավ Սարդարապատը։ Սարդարապատը ապացուցեց, որ մենք պետություն ունենալու ոչ միայն բարոյական, այլ նաև առարկայական իրավունք ունենք։ Հետո իշխանությունները, որ նախնական փուլում Թիֆլիսում էին, իրենց հայտարարեցին հայաստանյան բոլոր տարածքների պատասխանատու ղեկավար, բայց մեկ տարի անց, արդեն 1919 թվականին, մեծ շուքով մայիսի 28-ը նշվեց որպես Հայաստանի անկախության օր։ Այսինքն այդ օրը ստեղծողները կոչել են Հայաստանի անկախության օր։ 72-73 տարի անց հայտնվեցին լավագույն դեպքում տկարամիտ անբարո անձինք, որ իրենց իրավունք վերապահեցին, բոլոր մեծամիտները նաև անբարո են լինում։ Ինչ իրավունք ունես դու այդ տոնը ստեղծողները նրան տվել են անկախության տոն անունը, փոխել եւ ինչ որ ապուշ անուն դնել առաջին հանրապետության օր, չէ միջե երկրորդ, երրորդ։ Հայաստանը միապետություն չէր մինչև այդ, որ հետո էլ դարձավ հանրապետություն։ Հայաստան չկար որպես միջազգային իրավունքի ենթակա եւ անպատկերացնելի զոհերի գնով հայությունը ի վերջո վերականգնեց իր պետականությունը, անկախությունը։ Լավ, հետո բռնազավթվեց Հայաստանը եւ այդ տոնը մոռացության մատնվեց, ավելին Հայաստանի առաջին վարչապետ այդ տոնը նշելու համար միայնակ ավանդույթ կա, չնայած վերադարձել էր Հայաստան, գրել էր դաշնակցությունն այլևս անելիք չունի, վերադարձել էր Հայաստան, սովետական Հայաստան եւ որպես շարքային աշխատող իր կյանքով էր ապրում, իդեպ հայրենիքի համար էլ զավակներին էր կորցրել։ Մայիսի 28-ը ինքը նշում է եւ այդ նշելու համար դա համարում են ծանր հանցագործություն։ Մայիսի 28-ը նշելը հանցագործություն էր։ Ազգային միացյալ կուսակցությունը, որ ստեղծվել էր պետականությունը վերականգնելու համար, իսկ այս տարի լրանում է նրա 60-ամյակը, ազգային միացյալ կուսակցություն, ազգային ինքնորոշում միավորում, նույն կազմակերպությունն է, պարզապես ազգային միացյալ կուսակցությունը ընդհատակում էր, ազգային ինքնորոշում միավորումը որոշեց ընդհատակից դուրս գալ եւ բաց ճակատով աշխատել, դառնալով սովետական միության ամբողջ կայսրության առաջին ժողովրդավարական այլընտրանքային կազմակերպությունը։ Պայքարում էր անկախության համար։ Նրա գլխավոր ներդրումը մեր ազգային կյանքում այն է, որ նախապատրաստեց անկախության գաղափարին, ժողովրդին նախապատրաստեց։ Դե արդեն դառնալով այիմ նա բաց ճակատով անկախություն թեր հրատարակելով արդեն ավարտեց այդ նախապատրաստական աշխատանքները եւ հասունացրեց ողջ ժողովրդին հասունացրեց անկախության գաղափարի համար։ Եթե կան տկարամիտներ կամ մեծամիտ անգրագետներ, որ ասում են դուք չեք անկախացրել Հայաստանը։ Լավ, գոնե համաձայն եք, որ անկախության գաղափարին մենք ենք նախապատրաստել։ Բայց անկախացրել եք դուք, ձեր բոլշևիկ եւ չեկիստ պապաները։ Բայց այդ մեծագույն ներդրումից բացի ԱՄԿ ԱԻՄ-ը, ազգային միացյալ կուսակցությունը ԱԻՄ-ը, այլ ներդրումներ նույնպես ունեցել է մեր ժողովրդի կյանքում մեծ ներդրումներ։
1988 թվականի մայիսի 28-ի ցույցով հայ ժողովրդին վերադարձվեց այս տոնը։ Ճիշտ է, ոչ պետականորեն, բայց առաջին անգամ հրապարակավ մեր ժողովուրդը նշեց մայիսի 28-ը որպես տոն։ Հիմնական կազմակերպիչը հանրությանը հայտնի է որպես Մովսես Գորգիսյանը։ Այո, Մովսես Գորգիսյանը եղավ ինչ-որ փուլի գլխավոր դերակատարը, բայց գործը նախապատրաստվել էր, ծրագրվել էր դեռևս 88 թվականի հունվարին եւ մայիսի 28-ը նշելու, այսինքն անկախ Հայաստանի 70-ամյակը նշելու առաջարկը այն ժամանակ ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անդամ պատմաբան Ռաֆայել Համբարձումյանին էր։ Նրա առաջարկն էր ԱԻՄ-ը իր ժամանակացույցում տարվա գործողությունների դա ընդգրկեց։ Ես բանտում էի, կալանավորված էի, բայց պարզվեց ԱԻՄ արդեն այնքան կայացած էր, որ ղեկավարի կալանավորման պայմաններում արեց այդ գործը։ Ուրեմն մեր անկախության տոնը կրկին հայ ժողովրդի սեփականությունն է դարձրել դրա հետ միաժամանակ եռագույնը վերադարձրել է հայ ժողովրդին ազգային միացյալ կուսակցության ԱԻՄ կազմակերպությունը։ Եվ այս տարի, երբ մենք լսում ենք ԱՄԿ ԱԻՄ-ի 60-ամյակը, դրան զուգահեռ հիշում ենք բոլոր այն ներդրումները, որ կատարեց ԱՄԿ ԱԻՄ-ը։ Իմացեք ճշմարտությունը, մարդիկ, դա կարևոր է։ Եվ ես հենց այնպես չեմ ասում, որ հայ իրականության մեջ միակ ռազմավարական հաջողությունների հասած կազմակերպությունն է, հասած ոչ թե իր համար, ոչ թե ինչ-որ աթոռի հասած, այլ ազգային գաղափարներ ներդնելու։ Իսկ դա արդեն ազգային պատմության մաս է, ոչ թե կազմակերպության պատմության, այլ ազգային պատմության։ Սա ԱՄԿ ԱԻՄ-ը մեր ազգային հարստությունն է, վեր է ամեն տեսակ իշխանական, իշխանատենչական նկրտումներից, համեմատության համար տեսեք ու հիշեք, ունեցել ենք կոմունիստական կուսակցություն, ձգտում էր համաշխարհային հեղափոխության, որևէ բանի հասավ, ոչ, միայն չարիք դարձավ, մանավանդ սովետական միություն կոչված երկրի ժողովուրդների համար։ Ռուս մասնագետների հաշվարկներով մոտավորապես 100 միլիոն մարդ է նահատակվել բոլշևիկյան բռնաճնշումներից, սպանվել եւ չծնվել, բոլորը իմի էին բերել, 100 միլիոն։ Ունեինք ռամկավարներ, հնչակներ, որ ինչ-որ բան ուզում էին անել ազգի համար, դաշնակցություն, որը բազմաթիվ նվիրյալներ ուներ եւ մեզ համար ազգին նվիրվելու բավական լավ օրինակներ է մատուցել։ Բայց իրենց նախ չասեմ ինչ նպատակ էին դրել իրենց առջև, ծառայել ազգին, բայց իրենց ձևով, իրենց պատկերացումներով, իրենց պատկերացրած նպատակներով, հասան, չհասան։ Դրանից հետո եկած կազմակերպությունները, կար Ղարաբաղ կոմիտե, չէ՞, հետո դարձավ ՀՀՇ, ընդամենը վերցրեց ԱԻՄ-ի գաղափարներ եւ իրեն հայտարարեց նոր կազմակերպություն։ Անկախությունն էլ ուշացումով, սկզբից դեմ էին, հետո վերցրին։ Չարժի որ բոլորի անունը նշեմ, եղավ Շամիրամ անունով կազմակերպություն, ազգային միաբանություն, ժառանգություն, կար օրինաց երկիր, որ նույնիսկ պարլամենտական էր, հանրապետական կուսակցություն, տարբեր ղեկավար կազմերով, որ հանկարծակի անհայտությունից գալիս էին կամ գալիս էին նախքին, ինչևէ, հիմա էլ շատացել են ու կան, բայց որևէ մեկը որևէ ներդրում չի ունեցել, եթե ԱՄԿ ԱԻՄ-ը ոչինչ արած չլիներ, միայն մեր ժողովրդին վերադարձրած լիներ այս տոնը, մայիսի 28-ը, անկախության տոնը, որը շքերթով են նշում, դա արդեն բավական էր, որ նրա անունը ոսկե տառերով գրվեր հայ ժողովրդի պատմության մեջ, բայց ԱԻՄ-ը նաև նախանշել է անկախություն հանրաքվեի ճանապարհով, ԱԻՄ-ը պայքարել է սահմանադրության համար, ազգային սահմանադրության համար, դեռ 76 թվականին
ՀԱՄԿ հիմնական փաստաթղթում նշվել է անկախության հանրաքվեից հետո հիմնական գործը պիտի լինի սահմանադրությունը։ ՀԱՄԿ ԱԻՄ-ը հետապնդվում էր արդեն անկախ Հայաստանում ազգային բանակի համար, ազգային բանակի շուտապույտ ստեղծման համար։ Բարեբախտաբար տեսաժապավեններ կան, իրենք արխիվները ոչնչացրել են։ Հասկանում եք, լավ գործեր արած մարդիկ փորձում են ամեն կերպ արխիվները պահպանել։ Իսկ նրանք, ովքեր եղել են գործակալներ կամ եղել են իդիոտներ, նրանք վայ ասում են, «Էս ինչ ապուշ ենք եղել, մենք հայրիկյանին մեղադրում էինք ազգային բանակ ստեղծելու համար, իսկ հիմա հպարտանում ենք բանակով ջնջենք արխիվները, որ ոչ ոք չիմանա, որ մենք տարբեր տեսակի անկապ մարդկանց, որ չգիտեին նույնիսկ ինչ է ազգային բանակը, հայտարարենք ազգային բանակի հիմնադիր»։ Ինչևէ, ես պարտավոր էի, քանի դեռ կամ ես պարտավոր եմ օգնել ձեզ մոտենալ ճշմարտությանը։ Ես ով եմ, որ ձեզ ընդհանրապես ճշմարտության դասեր տամ, բայց ինձ հայտնի ճշմարտությունները անմիջականորեն մեր ազգային ճակատագրի հետ կապված, այսինքն ձեր բոլորի համար կարևոր ճշմարտությունները ես փոխանցում եմ ձեզ ու պիտի փոխանցեմ, շնորհավորում եմ բոլորիդ, չեմ ասում, որ պետք է ազգային միացյալ կուսակցության ԱԻՄ-ի մասին խոսել միայն այսօրը, ոչ, այդ տոնը ստեղծել են մեր հայրերը Գևորգ Կաթողիկոսի առաջնորդությամբ, հետո արդեն Արամ Մանուկյան, մեծ զորավարները, որ հիմնականում զոհ գնացին բոլշևիկյան տականքների, խարդավանքներին, դավադրություններին, ազգադավ գործունեությանը։ Հետո այսօր բոլոր մարդիկ դա համարում են բնական մեր տոնն է, պիտի նշենք, բայց ըստ այդ տոնը ըստ արժանվույն չնշելով մենք ոչ գիտակ, խորագետ մարդկանց, այլ ընդհանրապես սովորական մարդկանց կողմից այլազգին ընկալվում ենք այսպես. Ադրբեջանը նշում է իր անկախության 108-ամյակը, Հայաստանը նշում է իր անկախության սեպտեմբերի 21-ին, իբր թե պիտի նշենք։ Մեր ինքնորոշման տոնը, այդ տոնն էլ ես եմ ստեղծել։ Իմ ծրագիրն է։ Անկախություն հանրաքվեի ճանապարհով։ Ինքնորոշման տոնն էլ կոչում են անկախության օր։ Եվ իսկ հայերը այս տարի նշելու են իրենց անկախության 35-ամյակը։ Ուրեմն ադրբեջանցիք պետականություն են ունեցել 108 տարի, իսկ հայերը ընդամենը 35 տարի։ Այսինքն այդ տեսակ սխալները միայն սխալներ չեն։ Դրանք ճղճիմացնում են մեր էությունը, որակազրկում մեզ։ Եթե ուզում ենք տիեզերական օրինաչափությունների շրջանակներում մեր տեղում մնալ, մենք չպետք է ճշմարտությունը ուրանանք, որովհետև տիեզերքը առանց ճշմարտության քաոսի կվերածվեր։ Ճշմարտությանը հենվելով է, որ տիեզերքը, տիեզերական օրինաչափությունները գործում են։ Դե, շնորհակալ եմ, որ ինձ լսեցիք, կրկին շնորհավորում եմ բոլորիդ եւ բոլոր նրանց, ովքեր ասում են շնորհակալություն պարոն Հայրիկյան, որ մեզ վերադարձրիք այս տոնը, դրանց բոլորին ասում եմ իմ պարտականությունն է, ես իմ պարտն եմ համարում մշտապես ծառայել ձեզ եւ ձեր երեխաների ապագային։ Աստված բոլորիս պահապան։